Շնորհակալ եմ Տիկին Սարգսյան ձեր զեկույցի եւ հստակ պատասխանների համար։ Ինձ մի հարց է մտահոգում, անչափահասների նշել եք, որ անչափահասների հանցագործությունների թվի նվազում ունենք, բայց թերևս իմ մտահոգությունը նաև կրթության նախարարությունում եմ բարձրաձայնել, վերաբերում է դպրոցներում հսկվող ոստիկանների կողմից, արդյոք ունենք այդ ռեսուրսը կամ հնարավորությունը, որպեսզի դպրոցներում ունենանք հսկողություն, որովհետև հիմնականում դեպքերը մեծ մասամբ, այսինքն երբ աշակերտը մտնում է դասարան ունենալով օրինակ փոքր դանակ կամ կտրող ծակող գործիք, որևէ մեկը ապահովագրված չէ կամ չգիտի ինչ կարող է տեղի ունենալ այդ ժամանակ դպրոցում եւ այստեղ ուղղակի պատասխանատվությունը դնել նաեւ ուսուցչական կազմի կամ տնօրինության կողմից դա էլ է փոքր ռիսկային։ Եվ երկրորդ հարցս իհարկե վերաբերում է վերջերս սիրում ենք մենք մանիպուլյացիաների շատ հանդիպում ենք եւ փորձում ենք փաստարկներով հակադարձել, դուք թերևս ուզում եմ նաեւ ձեզանից լսել, վերջերս հնչել էր մի միտք, իբր վերջին տարիներին 10 անգամ ավելացել է ծանր հանցագործությունների թիվը, որտեղ գիտենք, որ վիճակագրական հաշվարկների փոփոխություններ տեղի ունեցել, մասնավորապես հանկարծամահությունների հետ կապված։ Կխնդրեմ նաեւ դուք ձեզանից լսել այս փաստը։ Շնորհակալ։ Շնորհակալություն Տիկին Մանավազյան կարևոր հարցադրումների համար, իրականում անչափահասների հանցավորության թվի նվազում այո կա, բայց կհիշեք, որ ես պարբերաբար նշում եմ, որ անչափահասների կողմից կատարված հանցագործությունները լատենտայնության բավական բարձր մակարդակ ունեն եւ սա այն պատկերը չէ, որը որ մենք ունենք, որովհետև տարբեր շփումները, տարբեր քննարկումները թույլ են տալիս նշելու, որ վիճակագրությունը դեռ իրական պատկերին մոտ պատկեր չէ, չնայած որ պիտի էլի շարժվենք փաստական տվյալներով եւ հենվենք միայն փաստերի վրա, բայց շարունակում ենք թե ծնողական համայնքի հետ աշխատանքները եւ թե նաեւ ուսուցչական անձնակազմի հետ աշխատանքները, այս պայծրությամբ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ քննարկել ենք նաեւ դպրոցների հագեցվածության հարցը, որպեսզի տեսահսկման համակարգեր, ստուգող այլ համակարգեր եւս դպրոցը ունենա, բայց շատ ճիշտ եք նշում, որ ոստիկանական ներկայացվածության առումով դեռ խնդիր ունենք, որովհետեւ նույն ոստիկանը ամեն օր հնարավորություն չի ունենում այցելելու դպրոց, որովհետեւ հատկապես համայնքային ոստիկանության ներկայացուցիչները բավական ծանրաբեռնված են տարբեր ֆունկցիոնալով, բայց մեր խնդիրն է այն, որ զտենք ավելորդ ֆունկցիոնալը համայնքային ոստիկանությունից եւ իրականում համայնքի հետ շփումը լինի իր ամենօրյա աշխատանքը, դա կլինի համայնքի այլ բնակավայր կամ կլինի դպրոց, դա պիտի լինի համայնքային ոստիկանության թիրախը եւ մենք շարունակելու ենք այնպես անել, որ դպրոցներում ոստիկանների հաճախելիության ավելի բարձր մակարդակ ունենանք եւ ձեր նույն նշած սառը զենքի նմանվող առարկաներ կամ սառը զենքեր եթե լինեն, հենց ոստիկանի օժանդակությամբ կարողանանք դրանք վերհանել, որովհետեւ մենք էլ այն մտքին չենք, որ ամեն ինչը պետք է թողնել միայն դպրոցի տնօրինության պատասխանատվության ներքո եւ վերահսկողական մեր գործիքակազմերը չաշխատեցնենք, այստեղ դաշտ ունենք մեծ աշխատանքի, ես ընդ որում կարող եմ ասել մեծ աշխատանք ունենք անելու, այսինքն այնպես չի, որ շատ դրական պատկեր ունենք եւ խնդիրներ են շարունակում մնալ, ես ընդունում եմ, որ այստեղ հատուկ ուշադրության կարիք ունենք, որովհետեւ եթե մեր թիրախը չլինեն հատկապես այս տարիքի անչափահասները կամ երիտասարդները, հետագա արդեն հաջորդ տարիների վիճակագրական պատկերը էականորեն կփոխվի թե իր բովանդակությամբ, թե նաեւ իր ձևով։ Սա առաջին հարցի մասով եւ նաեւ մանիպուլյացիոն վերլուծությունների տեսանկյունից Տիկին Մանավազյան վստահ հետևում եմ նմանատիպ մանիպուլյատիվ վերլուծություններին եւ ցավում եմ, որ այս դարում, այս ժամանակահատվածում մենք դեռ չգիտենք հանցավորության հաշվարկի տարբեր մեթոդները, այնինչ եթե որևէ անձ չի տիրապետում դրան, դա ամոթ չէ եւ կարելի է իրավաբանական որևէ խորհրդատվության արդյունքում վիճակագրությունը վերլուծել եւ հանրայնացնել, ինչ վերաբերում է մեր պատկերին, ես հարգելի գործընկերներ, հարգելի Տիկին Մանավազյան, ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները շարունակում են մնալ գրեթե նույն չափականակում, որովհետեւ մեզ մոտ միշտ միայն ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններն են էական պատկեր կազմում հանցավորության մեջ։ Իսկ հանրության համար ավելի պարզ լեզվով ասած, դրանք ոչ վտանգավոր հանցանքներն են որպես կանոն, որոնք որ մեր ընդհանուր հանցավորության կառուցվածքում կան, 81%, 82% այս տարվա
կտրվածքով արդեն առաջին 9 ամիսների հաշվարկով կրկին 85.7%-ը, այսինքն ավելի շատ 85.7%-ն է բաժին ընկնում ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործություններին։ Իսկ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների չափաբաժին ավելի նվազել է։ 9 ամսվա հաշվարկով 0.7%-ով նվազել է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը, եւ ես ուզում եմ նշել, որ հանկարծամահությունները դրանք սպանություն չեն համարվում, սա շատ հստակ պիտի արձանագրենք։ Քրեադատավարական օրենսդրության փոփոխության տրամաբանության մեջ իհարկե վարույթը նախաձեռնվում է իհարկե որակումը կատարում է սպանության, բայց հետո դա փոփոխվում է եւ եթե նայենք նաեւ միտումները հանցավորության մեջ, ես պիտի փաստեմ, որ որևէ էական շարժ, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասով մենք չունենք, այլ հակառակը տարի ունենք, որտեղ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը նվազում են, ծանր հանցագործություններն են մի փոքր տարբերություն թողնում կամ հակառակը, բայց նաեւ նկատենք, որ ծանր հանցագործություն կամ առանձնապես ծանր հանցագործություն է նաեւ համարվում մեծ չափականակի թմրամիջոցների ապոնի շրջանառության դեպքերը եւ սրանք կտրված մեկնաբանել չենք կարող։ Եթե ես նշում եմ, որ մենք շուրջ 416 կիլոգրամ թմրամիջոց ենք դուրս բերել ապոնի շրջանառությունից, դա նշանակում է, որ այո, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բաղադրիչում որոշակի փոփոխություն կա, բայց մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասով որևէ էական բան չունենք, միտում էլ չունենք, որ դրանք աճելու են կամ էական փոփոխություններ ունենալու, այլ հակառակը միտում ունենք, որ դրանք գնալով տարբեր փոփոխությունների մեր միջամտությունների արդյունքում ավելի նվազելու են։ Շնորհակալ։ Պիտի նախարար ասեմ ձեզ, որ բյուջետային քննարկումները լավ հնարավորություն է շատ հարցերի պատասխան գտնել, բայց մենք մեր գործիքակազմում էլի գործիքներ ունենք, որ ձեր այդ շփումները պետքա ավելի ինտենսիվ դարձնենք եւ այդ հարցերի պատասխանները այլ տեղերում էլ գտնենք։ Հիմա այստեղ տեսնում եք հետաքրքրությունը շարունակում է բարձր մնալ, էլի հարց տվողների ցանկը մեծ է, բայց այս հարցի շուրջ Տիկին Մանավազյանի ասած, բոլորս էլ մեծամասամբ ծնող ենք եւ գիտենք անցումային շրջանում հատկապես տղա երեխաների մոտ ինչ այսպիսի բան է տեղի ունենում, փոփոխություններ եւ նրանք ձեռքերը գցում են շատ դեպքերում շատ անցանկալի գործիքներ, ինչպիսին կարող լինի սառը զենք է, մյուսը եւ այստեղ ընտանիքները իհարկե շատ անելիք կա, հիմա ես մեր ընտանիքի հետ կապված մեջս գայթակղություն կա, որ մի դրվագ պատմեմ, թե ինչի փոքր տղայից տարա Այգիդոյի, բայց հիմա չեմ պատմի, որպեսզի ինքը ինձանից չնեղանա, որովհետեւ այդպես է։ Պետք է այդ ընտանիքներում այդ լուծումները գտնեն նաեւ իրենց զավակների հետ միասին։ Կներես Տիկին Վարդանյան, Արմեն Խաչատրյանը շատ սպասեց տանք, հետո ես եւ դուք կամփոփենք։